Նախ սկսեմ նրանից, որ այս բանավեճը շատ կարևոր է հենց կառավարության նիստի մակարդակով իրականացնել ու ցույց տալ, որ առաջին հերթին կառավարության տեսանկյունից է շատ կարևոր ունենալ այս խորհրդանշական ռազմավարությունը, ի տարբերություն շատ այլ պետությունների, որտեղ շատ դեպքերում գենդերային հավասարության հետ կապված հարցերը, թեև այսպես ընդհանուր քննարկումների մակարդակում կարևորվում են, բայց պետական մակարդակի իրենք չեն բարձրանում եւ կառավարության տեսանկյունից կարծում եմ առանձնահատուկ է ունենալ ոչ միայն նման ռազմավարությունն, այլ նաև պատշաճ քայլեր ձեռնարկել այդ ռազմավարությունը իրացնելու համատեքստում եւ այդ հանձնառությունը իրապես շատ ողջունելի է։ Ես կուզենամ անդրադառնալ ընդհանրապես գենդերային հավասարության ու խտրականության հետ կապված հարցերի, որովհետեւ մենք շատ դեպքերում թյուր պատկերացումներ ունենք ընդհանրապես հակախտրականության ոլորտի հետ կապված, որովհետեւ մեզ թվում է, որ օրինակ եթե մեր միջավայրը ընդհանուր առմամբ իրավահավասար է, շատ չեն խնդիրները եւ այլն, նշանակում է այդ խնդիրները չկան, բայց ես ուզում եմ արձանագրել նաև որպես մշտադիտարկում իրականացնող մարմնի ղեկավար, նաև որպես իրավահավասարության հետ կապված հարցերով զբաղվող մարդ ու մարդկանց հետ անընդհատ շփվող թե Հայաստանի մարզերում, թե Երևան քաղաքում, որ իրապես Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան գենդերային հավասարության հետ կապված եւ բազմաթիվ են իրավիճակները, որոնք իրենց բնույթով միանշանակ խտրական են, հետեւաբար կոչ կանեմ, որպեսզի նաև հանրային գործունեությամբ զբաղվող անձինք չխոսեն խտրականության բացակայության մասին, որովհետև խտրականություն Հայաստանում միանշանակ կա։ Ես կուզենամ արձանագրել, որ միանշանակ զարգացումը ակնհայտ է, այսինքն ոլորտային զարգացումը եւ նաեւ պետության կողմից այս հանձնառությունը միանշանակ շատ մեծ զարգացում է ենթադրում նաեւ շատ տարիներ առաջ եղած իրավիճակից, բայց խտրականությունը շատ դեպքերում առկա է նաեւ խթանող պայմանների բացակայության պատճառով եւ այլն եւ այլն։ Հիմա գենդերային հավասարության հետ կապված խոսվեց սոցիալական դերերի մասին ըստ էության, որովհետեւ գնաց օրինակ ուսուցիչ լինել չլինելու կամ տղամարդու կողմից երեխայի խնամք իրականացնել չիրականացնելու հետ կապված ես կուզենամ հատուկ արձանագրել, որ թե Հայաստանում, թե աշխարհի բոլոր երկրներում կան կարծրատիպային պատկերացումներ կանանց եւ տղամարդկանց սոցիալական դերերի մասին։ Եվ երբ Տիկին Անդրեասյանը օրինակ խոսում էր ուսուցչական անձնակազմի հիմնականում կին լինելու մասին, սա իրականում նաեւ տղամարդկանց հետ կապված կարծրատիպային պատկերացումներից է գալիս եւ շատ դեպքերում դիտարկվում է նաեւ որպես տղամարդկանց հետ կապված խտրականություն, որովհետև ի սկզբանե այնպիսի կարծրատիպային մոտեցումներ են ուսուցանվում, որ օրինակ տղամարդը չի կարող զբաղվել այս աշխատանքով կամ պարոն վարչապետը խոսեց ենթամշակութային կամ ոչ կանոնադրային հարաբերությունների մասին։ Իրականում տղաներին ի սկզբանե բացի հայհոյանք սովորեցնելուց նաև սովորեցնում են, չգիտեմ թե ինչ մակարդակով է պետք խնդիրներ լուծել, բռնությունը ինչ կարևոր դերակատարություն կարող է ունենալ, նույն այդ ենթամշակութային հարաբերությունները ինչքան կարևոր կարող են լինել կամ որ օրինակ էմոցիա չի կարելի արտահայտել, եթե լացեցիր տղա, իսկական տղա չես եւ այլն, սրանք իրականում ոչ միայն կանանց հետ կապված խտրական դրսևորումներ են, սրանք նաև տղամարդկանց հետ կապված խտրական դրսևորումներ են, ավելին նաև խոսք գնաց երեխա ունենալ չունենալու, երեխայի խնամքի համար անհրաժեշտ պայմանների, բավարար պայմանների առկայության մասին, այստեղ էլ կուզենամ հատուկ շեշտադրել, որ այո, խթանող միջոցների բացակայությունը, ինչքան էլ մենք հռչակագրային առումով հայտարարենք, որ վայ, մենք ցանկանում ենք, որ կանայք ներգրավվեն աշխատանքային միջավայրում հանրային կյանքում, բայց եթե չլինեն խթանող միջոցներ, այդ թվում երեխա ունենալու, հետո երեխայի խնամքով զբաղվելու հնարավորության համար միանշանակ խնդիրներ առկա են լինելու։ Օրինակ հիմա էլ են առկա։ Օրինակ նորածին երեխա ունեցող մայրը պիտի հնարավորություն ունենա աշխատավայրում, այդ թվում որոշակի կոնկրետ ժամանակահատվածի շրջանակներում իր երեխային կերակրելու։ Հիմա այդ հնարավորությունը օրենսդրությամբ թեև սահմանել ենք, բայց մի շարք աշխատանքային միջավայրերում սրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան։ Ես կարող եմ խնդիրները շատ երկար թվարկել, կամ օրինակ ազգային փոքրամասնությունների համայնքներ մենք ունենք, որտեղ վաղ ամուսնությունների խնդիրը ահռելի խնդիր է եւ օրինակ աղջիկները ոչ միայն կրթությունից են դուրս մնում պարտադիր, այլ նաեւ առողջության պահպանման իրավունքի հետ կապված բազմաթիվ այլ իրավունքների հետ կապված խնդիրներ են ունենում եւ չտեսնել այս ամեն ինչը բնականաբար չենք կարող, եթե կոնկրետ օրինակ մեր միջավայրում կամ մեր ընտանիքում սա չի տեղի ունենում, կամ օրինակ հաշմանդամություն ունեցող երեխաների խնամող ծնողներից այնպես է ստացվել, որ ես թե մարզերում, թե Երևան քաղաքում, երբ հանդիպում եմ ծնողների հետ, պարզվում է, որ
կինը, հատկապես երեխան, եթե հիմա մեծ տարիքի է, կինը ամբողջ կյանքում միայնակ ստիպված է եղել տանը մնալ, հենց կինը, այդ ամբողջ ծանրությունը կրել, բեռը կրել, այդ կարծրատիպային մոտեցումների բեռը կրել, որովհետև նաև ժամանակ կար, որ հաշմանդամություն ունեցող երեխա ունենալն էլ, այսպես դարձյալ ինչ որտեղ այդքան էլ լավ երևույթ չէր եւ խարաներ, եւ սրա հետ կապված մի շարք այլ հանգամանքներ եւս չեմ ուզենա շատ այս բոլոր խնդիրների վերաբերյալ խոսել, որովհետև դրանք շատ են, կուզենամ ուղղակի արձանագրել, որ շատ կարեւոր է, որ կառավարությունը ու պետությունը այս հանձնառությունը ստանձնել է եւ կուզենամ նշել, որ այս առումով շատ կարեւոր դերակատարություն ունեն հատկապես կրթական ծրագրերը, որովհետեւ մենք ժամանակին նաեւ կրթական բովանդակություն ունեինք, որը այդ սոցիալական դերերներ ըստ էության սերմանում, բովանդակությունը հիմա թեև փոխվել է, կարծում եմ կատարելագործվել է այդ առումով, բայց միևնույն է դասավանդման մեթոդաբանությունը կարծում եմ շարունակում է նույնը մնալ, հետեւաբար շատ կարեւոր կլինի, որ այս ռազմավարության հետ մեկտեղ նաեւ պատշաճ քայլեր ձեռնարկվեն մնացյալ բոլոր խնդիրները լուծելու առումով։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, ես կարծում եմ սա էլ այն դեպքերից է, որ մենք պետք է ի վերջո ուժ ունենանք ասելու, որ մենք որպես հանրություն այս թեմաների հետ կապված ունենք գիտելիքի պակաս։ Հասկանանք, պարզ գիտելիքի պակաս, որովհետև ինչա բռնություն, թվում է թե շատ պարզ հարց է, ինչա բռնություն, բայց պարզ հարց չի, որովհետև ես ասում եմ, ես հասուն տարիքում, շատ հասուն տարիքում եմ ինձ համար արձանագրել, այդ թվում, ոչ թե այդ թվում, այլ բանի արդյունքում, այդ կրթական, այսինքն ընթերցանության, այլ իրավիճակների եւ այլն, որ բռնությունը միայն ֆիզիկական կոնտակտով չի արտահայտվում, ֆիզիկական ներազդեցությամբ չի արտահայտվում, բայց էլի երբ որ մենք խոսում ենք գենդերային խտրականության եւ քաղաքականության մասին, ես ինչ ասվում է ընդունում եմ եւ ես դրա վրա եմ նաեւ ուզում մեր ուշադրությունը հրավիրել, որ մենք այդ թվում տարբեր քաղաքական նպատակահարմարություններով, բայց հիմա նաեւ խորը գիտակցելով կամ որոշակիորեն գիտակցելով, մենք կենտրոնացած ենք կանանց հետ կապված խնդիրների վրա, ես մեր ուշադրությունը հրավիրում եմ այն փաստի վրա, որ գենդերային չի նշանակում միայն կանանց, այլ սեռով պայմանավորված տղաների նկատմամբ էլ մենք ունենք բռնության շատ լուրջ, այն որ մանկասակ երեխային հայհոյանք են սովորացնում, հարգելի գործընկերներ, դա բռնություն է, դա գենդերային խնդրականություն է, դա կարծրատիպերի որոշակի պարտադրանք է, եւ մեր երկրում կա այդպիսի երևույթ, որ պետք է բան կներեք սև շոր հագնես, ծիծակ կոշիկ հագնես եւ այլն, որովհետեւ դրանից դուրս արդեն բանա, կասեն ես ինչի ասենց։ Եվ դա բարեբախտաբար փոխվում է, բայց դա փոխվում է միայն կրթության շնորհիվ։ Դա հաղթահարելու ուրիշ ճանապարհ չկա։ Եվ մեր, եւ երեխաների, եւ հանրության, եւ միայն կրթության շնորհիվ, եւ սա ֆունդամենտալ խնդրեմ է։ Բայց ելի եմ ասում, ոնց որ մեր երկրում կա կարծրատիպեր, որ կանանց թույլ չեն տալիս աշխատել, մեր երկրում կան նույնպիսի կարծրատիպներ, որ տղաներին թույլ չեն տալիս սովորել։ Ես պետք է մենք խոստովանենք, ոնց որ կան կարծրատիպեր, որ կանանց չեն թողնում հանրային ակտիվություն ցուցաբերել եւ այլն, նույն կերպ կան կարծրատիպեր, որ քառակուսիից դուրս մտածել չի կարելի տղաներին, որտեվ ճիշտը մի հատ է, պետք է ճշտի մեջ մտնել, որ ճշտից դուրս եկար, ուրեմն դու սխալ ես մտածում։ Եվ մենք չենք գիտակցում այս խնդրեմը, եւ այս խնդրեմը ոչ մեկը չի բերելու մեր օրակարգ, մեր ոչ մի միջազգային գործընկերներ գենդերային կանանց իրավունքները բերելու են, ինչը լավ է, շնորհակալ ենք, մենք արձագանքում ենք եւ լիարժեք սպասարկելու ենք այս օրակարգը, բայց եթե երկրորդ օրակարգը ոչ մեկ չի բերելու, մեր սեղանին չի դնելու, որովհետեւ դա մեր խնդրեմն է եւ մենք պետք է առերեսվենք։ Իմ ասածն է, որ երբ որ մենք ասում ենք գենդերային խտրականություն, այո, մենք ճիշտ է առաջին հերթին, բայց այս երկրորդ հատվածում չմոռանանք, որովհետև այդ նույն բանակի մասին, որ անընդհատ խոսում ենք, ու վերջում ասում ենք, վայ, բա ուր է նայում ռազմական ոստիկանությունը, քննչական կոմիտեն, դատախազությունը, դատարանները,
Մենք պետք է հետ գնանք, հասկանանք, որ այդ պատմությունը սկսել է շատ ավելի վաղ։ Երբ որ դա նկատմամբ միջավայրի նկատմամբ բանակում խնդիրների մի մեծ մասը ձևավորվում են միջավայրի նկատմամբ մեր վերաբերմունքի կուլտուրայից։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում տղամարդու համար ավել բռնելը ամոթ է։ Խնդիրը ավելի ու տղամարդու մասին չի, խնդիրը միջավայրի մասին է։ Աղբի մեջ ապրելը ամոթ չի, աղբը հավաքելը տղամարդու կողմից կարող է եւ ամոթ լինի։ Կարող է նաեւ մահացու մեղք լինի։ Հետո ասում են, բանակում այդ ոնց եղավ, տենց եղավ, որ բանի 15-րդ բառը հայհոյանքն է, 30-րդ բառը ուրիշից ինչ-որ բան խլելու կուլտուրան է, եւ բանի գերիշխանություն եւ գերակայություն հաստատել համագործակցության տրամաբանությունը դուրս դնելը բանանել ոհմակային տրամաբանության մեջ ամբողջ կյանքը եւ կյանքի փիլիսոփայությունը դասավորել։ Հետո բա ոնց եղավ։ Հենց այդտենց եղավ, ժողովուրդ ջան։ Ես դրա համար եմ ասում եւ այս թեմաների հետ մենք ինչքան հրապարակային այդքան չենք աշխատում, բայց ոչ հրապարակային շատ մանրակրկիտ ենք աշխատում։ Եվ այդ աշխատանքի արդյունքում է, որ ես եկել եմ եզրակացությամբ, ասում եմ, բանակում արկա խնդիրների 90%-ը բանակի հետ ոչ, բանակը 2 տարին է ընդամենը, ժողովուրդ ջան։ Չի կարա 2 տարում այդքան խնդրեմ ձևավորվի։ 90%-ը կապված չեն բանակի հետ։ Կապված են բանակին նախորդող եւ հաջորդող շրջանի հետ, որը հետ ու առաջ այդ ազդեցությունը ունենում է։ Այստեղ զուգահեռ նաեւ հարց բարձրացվեց, նաեւ նույն զինծառայության հետ կապված, թե բա սրան ոնց ենք նայում, այստեղ գենդերային խտրականության հարց կա, թե չկա։ Այո, կարծում ենք, որ կա, եւ նաեւ այդ է պատճառը, որ մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որ կանանց համար կամավոր, ժամկետային, պայմանագրային, դենց մի հատ հիբրիդային անուն ենք մտածել, որ նաեւ այդ խնդիրը լուծենք։ Եվ սա հարցերի շատ լուրջ կոմպլեքս է, որովհետև այն, որ ներողություն եմ խնդրում, ընտանիքի խնամքի ենթակա անդամին պետքա խնամքով զբաղվում է 99%-ով կինը, կապ ունի նրա հետ, որ զորակոչվում է միայն տղամարդը։ Չի կարա կապ չլինի։ Եվ իմ ասածն են, որ խնդիրները շատ ավելի խորն են։ Եվ մենք այս խնդիրներին չպետք է նայենք բանից, այդ ինչա դրսի աշտարակներից, մենք մեր ներսում պետք է բավարար ուժ ունենանք առերեսվելու, հասկանալու ինչի ինչոց է, ինչի ինչի հետ է կապված, եւ ելի եմ ասում, մեր խնդիրների պետք է տեսնենք ինչպես է արտահայտվում մեր որոշումները մեր խնդիրների հետ, եւ ելի ուզում եմ այդ օրակարգի մասին խոսեմ։ Եվ այստեղ էլ ընդ որում, երբ որ մենք այսպես ասած արտաքին բանից ենք, այսպես պայմանական ասած արտաքին պերիսկոպից ենք նայում մեր բաներին, թվում է թե այս ամբողջ խոսակցությունը մեր տրադիցիաների, մեր ինքնության դեմ է եւ իրականում մենք պետք է մեր ներքին բաներից, մեր ներքին դիտանկյունից նաև դիտենք, իհարկե նաև միջազգային կոնվենցիաները եւ գործակցությունը մեզ շատ օգնում է այդ հարցում, որովհետեւ երկրներ կան, որ այդ ճանապարհը անցել են։ Հա, մեզ էդ էլ է հաջորդ կարևոր հանգամանքը։ Մեզ թվում է, թե օրինակ են բերում շատ եվրոպական երկրներ, ասենք ոմանց թվում է, թե իրանք տենց միջնադարից սկսած այս նույն ձևի են եղել, ոչ, այդպես չի։